ես ողջունում եմ գործարար ալիքին միացած մեր ռադիոլսողներին եւ դիտողներին։ Դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը։ Ես Գայա Ասոյանն եմ եւ դուք լսում եք Դիվանագետ Արա Պապյանի Modus Vivendi հեղինակային հաղորդումը։ Ողջույն, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Տարածաշրջանում կռիվը շարունակվում է, ինչպես սպասվում էր եւ ինչպես գիտեինք, եւ դրա զուգահեռ խոսենք հենց Հայաստանից։ Մի քանի ժամ առաջ ընդամենը Հայաստանում ամերիկյան համալսարանը հայտարարեց, որ տարածաշրջանի կռվի պատճառով եւ Իրանի հայտարարությունների պատճառով անցնում է on-line դասերի։ Արդյոք կարող ենք մտածել, որ պատերազմը մոտենում է մեր սահմանին։ Գիտեք, ես չեմ ուզում հավատալ, որ Իրանը անգամ հայ-ամերիկյան կամ ամերիկյան համալսարան անունով, բայց հայաստանյան գրանցում ունեցող եւ հայաստանյան կազմակերպությանը հարված կհասցնի։ Դա ամենից ոչ խելամիտ քայլ է կլինի Իրանի կողմից, որովհետեւ առաջինը դա ռազմական կառույց չէ, դա ուսումնական հաստատություն է։ Երկրորդը դա հայաստանյան հաստատություն է եւ հայաստանյան հողի վրա է գտնվում, եւ երրորդը, ասма թողենք դեռ հարվածի են ռազմական կառույցներին, որ իրեն շրջապատած երկրներում բազմաթիվ կան, այդ թվում նաև Ադրբեջանում եւ օգտագործում են իր դեմ, նոր կարելի է մտածել այլ ուղղությունների վերաբերել, թեև ես ասում եմ, մենք ինքներս Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ անգամներ եւ ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ եւ շատ այլ հարցերում աջակցել է Իրանին եւ առ այսօր շատ հարցերում աջակցում է եւ հաճախ մենք դրա համար տուժել ենք, սա էլ պիտի հաշվի առնել։ Առաջին շնորհակալություն հայտնեց Հայաստանին, Հայաստանի ժողովրդին, Իրանի կողքին լինելու օգնելու համար։ Տեսեք, գայբաց ասակի։ Այո, կարող եք մտածել, որ Հայաստանը պատերազմում ճիշտ դիրքորոշում ունի հիմա եւ ճիշտ է գործում։ Գիտեք, Հայաստանը ըստ էության որևէ դիրքորոշում չունի, բայց ոնց որ ասած, երբեմն դիրքորոշման բացակայությունը ինքնին դիրքորոշում է, եւ տվյալ դեպքում լավ է, այն առումով, որտեղ ավելի լավ է ոչինչ չանես, քան սխալ բաներ անես։ Եվ հիմա էս վիճակն է, բայց այստեղ ուրիշ խնդիր կա, որ արդյոք էսի կարճաժամկետ առումով, երկարաժամկետ առումով Իրանի այդ մտահոգությունները փարատվում են, թե չէ։ Ես եւ այստեղ եւ տարբեր այլ տեղեր հայտարարեմ, հիմա էլ եմ գտնում, որ իշխանափոխությունը Իրանում առաջին հերթին բխում է Իրանի ժողովրդի եւ Իրան պետության շահերից։ Չպետք է նույնականացնել վերնախավի եւ իշխանության շահերը տվյալի երկրի եւ հատկապես ժողովրդի շահերի հետ, որովհետեւ այն նպատակները, որոնք 79 թվականից ի վեր առաջադրվել էին եւ ամրագրվել մինչեւի սահմանադրության մեջ, այն է իսլամական հեղափոխության տարածում ամբողջ աշխարհում, մասնավորապես տարածաշրջանում, դա ձախողվել է, որովհետեւ դա ի սկզբանե դատապարտված է ձախողման, չի կարող շիա պետությունը սունի մեծամասնության մեջ դառնա առաջատար երկիր։ Եվ հիմա մենք տեսնում ենք, վերադառնանք այսօրվա պատերազմին, որ ամենից կոշտ դիրքորոշումը Իրանի դեմ եւ պահանջները ներկայացված Միացյալ Նահանգներին, դա Սաուդյան Արաբիայի կողմից է, որ պետքա պատերազմը հասցնել ավարտի, պետքա Իրանը ջախջախել վերջնականապես։ Ինչու՞։ Որովհետեւ մինչեւ Սադամ Հուսեյնը, մինչեւ Իրաքի ջախջախումը 3 պետություն կային, որոնք իրեն չափի, կշռի, տնտեսական, ռազմական հնարավորության պատճառով հավակնում էին գերիշխող դիրք ունենալու Պարսից ծոցում, որը ի դեպ արաբները եւ անգլիալեզուները Պարսից ծոց չեն ասում, իրենք գալֆ են ասում, պարզապես ծոց են ասում, դա էլ չեն ուզում ընդունել, իսկ պարսիկներն էլ անդադ 5 քարտեզներ են տպում եւ ճիշտ են անում ցույց տալու համար, որ տեսեք, սա միշտ եղել է Persian Gulf, Պարսից ծոց է եղել։ Հիմա Սադամ Հուսեյնը չկա, Իրաքը չկա, խաղացող չի այլևս։ Հիմա մրցակցությունը կարևորագույն տարածաշրջանի վրա Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ է։ Հիմա սաուդիները սկզբից առանձնապես ողջավորված չէին ուզում, որ այս պատերազմը լինի, որտեղ իրանք հսկայական կորուստներ ունեն եւ իրենք նաեւ հրետակոծվում եւ ռմբակոծվում են, բայց արդեն այդ վնասները կրել են։ Եվ իրենց մոտեցումը հետեւյալն է, որ եթե Իրանը վերջնականապես չջախջախվեց, իսկ վերջնականապես ջախջախել իրենք
առաջի փուլում պատկերացնում են լրիվ ռազմական կարողությունների, հատկապես հրթիռների եւ դրոնների ոչնչացում, դա տեղի չունենա, Իրանը ի վերջո վրեժա լուծելու այս մյուս արաբական երկրներից եղած Սաուդյան Արաբիայից։ Եվ նաև այս տեսանկյունից պիտի դիտենք եւ դրա համար է, որ հենց երեք եղավ հաղորդագրություն, որ Արաբական Միացյալ Էմիրությունները բռնագրավել են 530 միլիարդ դոլար Իրանի բանկային հաշիվները։ Որտեւ Իրան այդ որ նավթը ծախում էր, քանի որ ինքը շրջափակման մեջ է, իր բանկերը չեն կարող միջազգային տրանսֆերներ անել, փոխանցումներ անել, փողը պահում էր տարբեր բանկերում, Կատարի բանկերում եւ հիմնականում Միացյալ Էմիրությունների։ Հիմա Միացյալ Էմիրությունն ասես դու ռմբակոծում ես իմ երկիրը, դու ինձ վնաս ես պատճառում, լավ, ես այս 530 միլիարդը կբռնագրավեմ, քո փողերն է, հետո հանձնաժողովը գորոշի թե իմ ծախսերն ինչքան են վերականգնելու համար, կվերականգնեմ, եթե 200 միլիարդ է կվերականգնեմ, այն մնացածը ոնց որ ասած էլի կոնը կլինի, բայց մնացածն էլ ոնց որ ասած ուրիշ տեղերի ծախսերի վրա կգցեն, այսինքն նույն Սաուդյան Արաբիա եւ այլն եւ այլն։ Եվ այսպես է, երբ որ շատերը դիտարկում են պատերազմը զուտ ռազմական բախում, սխալ են դիտարկում։ Պատերազմը դա տարբեր ոլորտների բախում է, այդ թվում նաև ֆինանսատնտեսական։ Եվ այդ ծոցի երկրները, փոքր երկրները, մենք գիտենք, որ համաշխարհային ֆինանսական կենտրոններից են եղել եւ մնում։ Եվ դրա համար էլ հենց թիրախավորվում են, որտեվ ասենք իրանցիները մտածում են, որ դրանով այդ մեծ ընկերություններին արևմտյան վնաս կպատճառեն, այո, վնաս են պատճառում։ Բայց գիտեք ինչ է, երբ որ դու քոսմա բոլոր ծվերը դրել ես ուրիշի զամբյուղի մեջ, մի քիչ զգույշ պիտի լինես, որտեղ իրենք կարող են անեն այն ինչ որ այսօր հայտարարել են 530 միլիարդ, էլ չեմ ասում, որ վստահ եմ, որ Իրանը առանձին եւ Իրանի քաղաքական գործիչները բանկային հաշիվներ ունեն աշխարհի տարբեր երկրներում, ներառյալ ամերիկյան բանկերը։ Թրամփը հայտարարեց, որ Իրանում ռեժիմը տապալված է ամբողջությամբ, եւ սրան զուգահեռ մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների այդ սպանությունների ցուցակից դուրս են հանել Մոհամեդ Խալիբաֆին, խորհրդարանի խոսնակ եւ արտգործնախարար Աբբաս Արաղչիին։ Արդյոք սա ԱՄՆ-ի կողմից հետ քայլ է կամ դիվանագիտության բանակցությունների ճանապարհ փնտրելու ինչ որ այլ ուղի։ Ըստ իմ մացաստավյալների առաջարկը ձեր երկու նշած անձանց վերաբերյալ եղել է Սաուդյան Արաբիայի կողմից։ Հետևյալ հիմնավորմամբ, երբ որ դուք բոլորին կոտորում ջարդում եք, ում հետ եք բանակցելու։ Մարդ պետք է լինի, որովհետև հակառակ դեպքում դուք չեք կարող գնաք փողոցում գտնեք մեկին, մի հատ լեյտենանտի կամ մի հատ սերժանտի, ասեք արեք բանակցեք։ Մեկը պետք է լինի, որ ազդեցություն ունենա, որովհետև հարցը այն չի, որ Իրանը կհամաձայնի, հարցն է, որ համաձայնից հետո պիտի կարողանա իկանտարացել, պարտադրել հաճախ։ Ղալիբաֆը մինչև Իրանի խորհրդարանի նախագահ դառնալը եղել է հեղափոխության պահապանների ղեկավարներից մեկը, գեներալ է, ռազմական ղեկավար, այսինքն եւ առ այսօր ինքը պահում է այդ կապերը։ Եվ եթե Թրամփը խոսում է, որ ասում է, ինչ ասում, արդեն ինչ եղել է, հեղափոխություն եղել, իշխանապողություն եղել, այո, բանի տեսանկյունից, այն տեսանկյունից, որ հոգեվորականների ձեռքից իշխանությունը անցել է հեղափոխության պահապաններին, այդ առումով այո, իշխանապողություն եղել է, բայց այստեղ հարց առաջանում, իսկ դա լավ է թե վատ, մենք չգիտենք, որովհետև եթե նրանք պիտի գնան բանակցության ճանապարհով խնդիրը լուծելու եւ պատրաստակամություն կլինի, ուրիշ հարց։ Իսկ եթե չլինի, եթե իրենց հրճակած, այսինքն այդ հեղափոխության պահապանները հավատարիմ մնան, որին ես չեմ հավատում, բայց եթե հավատարիմ մնան իրենց հրճակած գաղափարներին բան, պիտի կռվեն մինչև վերջի զինվորը, չեն կռվելու, որտեղ իմաստ չկա։ Իսկ թվում է այստեղ ամերիկացիները հաշվի են առնում իրենց մի սխալը, որ իրենք կատարեցին Իրաքում Սադամ Հուսեյնի բանակի հետ։ Սադամ Հուսեյնը 1.300.000-անոց բանակ ուներ։ Բանակ ջախջախելը խնդիր չէր։ Դրեցին 2 շաբաթվա մեջ 14 զոհ տվեցին, ջարդեցին, փշրեցին, բան չթողեցին։ Այդ բանակը դեռ շանս չուներ։ Եվ չմտան ցամաք սկզբից, եթե հիշում եք, անգամ Թուրքիան թույլ չտվեց հյուսից մտնել, մենակ հարավից մտան Քուվեյթից եւ այլն։ Պրոբլեմը սկսեցին հետո, ինչու սկսեցին հետո։ Որովհետեւ ասացին այս սրանք վատն են,
այդ վատ կուսակցության մեջ են եղել, չգիտեմ, վատ անվտանգության մարմին եւ այլն, ցրեցին այս բանակը անվտանգության մարմինները եւ 100,000-ավոր մարդիկ, որոնք բացի զենք կրելուց եւ ասենքն այդ ռեպրեսիվ ապարատի մասներից ուրիշ բան գործ չունեն, չգիտեին, այսինքն ոչ կարային խանութ աշխատեցնեին, ոչ բիզնես եւ այլն։ Եվ մնացին անգործ, իսկ ամեն մեկը ունի մի քանի կին, ամեն մեկը ունի մի քանի տասնյակ երեխա, կերակրելա պետք, եւ այդտեղ հայտնվեցին այս ծայրահեղ իսլամիստները եւ ասեցին, որ դու լավ կրվող ես, կարի մեր բանակը, եւ հատկապես բնականաբար դրա նաեւ գաղափարական հենքը կար, որ տեսեք, ինչ որ վատ քերիներ եկել են օվկիանոսից են կողմ, մեզ պարտադրում են, որ մեր կանայք մեր մանկան փողոցներում, որ չգիտեմ մեզ փչացնեն այս կոմենկոմ 1000 ինչ որ բաներ ասեցին, թեպետ ասողները օգտագործում էին նույն արևմտյան տեխնոլոգիաները, այսինքն նստում էին արևմտյան ավտոները, օգտագործում էին արևմտյան հեռախոսները, արևմտյան կոմպյուտերներ, տպիչներ, չգիտեմ բան, բայց բոբոները ներկայացեցին եւ ասացին այդ զորացրված կամ անգործ մնացածը դարավ թշնամի։ Հիմա իրանք չեն ուզում նույն երկրներ գնան Իրանում։ Այսինքն իրանց պետք չի, որպեսզի տոկուն ամենակազմակերպված մասը, որ իր քանակությամբ համարյա բանակի չափ է այդ հեղափոխության պահապանները, էլի, որոնք ունեն ամեն տեսակի զինատեսակներ, այսինքն տանկեր, չգիտեմ, հրթիռներ, այսինքն դա բանակ է, որ սրանք լինեն թշնամական։ Դրա համար իմ կարծիքով իրենք գնում են Ղալիբաֆի այդ բանակցելու միջոցով, իրենք ոնց որ ասած երաշխիքներ են տալու անվտանգության եւ միգուցե նաեւ ունեցվածքի ամենաշատը որ տեղի կունենա Ղալիբաֆը եթե համաձայնության կան ինքը մի քանի հոգու ձևական կզոհաբերի որոնց ցուցադրական կպատժեն որ սրանք այ բանեն բայց մեծ մասը կմնա կանցնի նոր իշխանության կողմը կամ ավելի ճիշտ այս անցումային փուլը տեղի կունենա բայց սա խնդիրը հետեւյալն է ես այդքան գաղափարական հավատարմությանը չեմ հավատում այս հեղափոխականների, այլեն որ իրենք պետություն են պետության մեջ, իրենք ունեն իրենց սեփականությունները, իրենք տնօրինում են հսկայական արտադրության միջոցների, հատկապես հումքային միջոցների, առանձին բանկեր ունեն, այսինքն բանկե սեփահներ, որ ինչի խփեց Իսրայելը, որովհետև իրենց այդ համակարգչային կենտրոնը վերացավ եւ չեն կարող փող բաժանեն որտեվ այսօր դու մինչև թղթի վրա որևէ մեկը չի տալիս էլի որ ստորագրես աշխատավարձ ստանաս կամ այդ փոխանցումները լրիվ արվում է թվայնացված ճանապարհով դա արեցին այսինքն արդյոք իրենք պատրաստ են գաղափարից բացի հրաժարվեն նաև ֆինանսական միջոցներից հիմա սա ինչու է տանցումը շատ հեշտ տեղի ունեցավ որովհետև KGB-ն որը տնօրինում էր առերես ուսակցություններ իշխում բայց խորքի մեջ ռեալ իշխանությունը հեղափոխության պահապանների ձեռքում էր, որը KGB-ն էր սովետական միությունը, հեղափոխության այդ ձևը եղել է, չեկա ստեղծվել էր դրա համար, չէ՞, չիզուչայնի կամ այդ ինչի համար էլ, որպեսզի այդ հակահեղափոխականների դեմ պայքարեն, այդ ձևը ստեղծվել, դա հեղափոխության պահապանն է, տիպիկ բանն է, այդ սեպահյաններն են։ Հա ինչ արեցին։ KGB-ին խոստացան, որ ախպեր ջան, ձեր իշխանությունը կվերաձևակերպվի ֆինանսական իշխանության եւ պատահական չէ երբ որ դուք այսօր նայում եք նույն Ռուսաստանում Պուտինից սկսած վերջացրած այնտեղ մեծ մասը այսօրվա միլիարդատերերի դա նրանք են ովքեր որ եղել են ռուսական հեղափոխության պահապանների շարքում ասեն KGB-ի կամ իրենց կողմից դրված մարդիկ են։ Հիմա խնդիրը կարծում եմ հետեւյալն է։ Այդ բանակցությունները գնալու այդ ոճով կկարողանան համոզել այդ իսլամիստներին, որ գիտեք, փողի իշխանությունը վատ իշխանություն չի, քան այսպես կոչված այդ գաղափար իշխանությունը։ Մնացեք դրան կյանքը ցույց կտա։ Մի քանի օր առաջ տարածվեց տեղեկություն, որ Միացյալ Նահանգները 15 կետանոց ծրագիր է առաջարկում Իրանին բանակցությունների համար, Իրանը իր 5 կետանոցն է առաջարկել, Միացյալ Նահանգները առաջարկում էր, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային ծրագրից, Հորմուզի նեղուց բացվի եւ այլն, ու հիմա Վաշինգտոնից հայտարարում են, որ Թեհրանը գրեթե ամբողջությամբ համաձայնել է։ Արդյոք Իրանը հիմա կգնա այդ ճանապարհով, երբ որ խոսեցիք դուք այսքան ու հիմա
թե հոգեվորական, թե ինչ ոչ նաև արդեն հոգեվորականից զատ բազմաթիվ մարդիկ ուղղակի սպանվել են, այն մեծ մարդիկ, ովքեր պետք է այդ որոշումները կայացնեին։ Արդյոք Իրանը կգտնի փրկությունը կարելի է ասել դրա մեջ։ Թե երի Միացյալ Նահանգների կողմից այն ինչ որ հետ քայլ է։ Այդ 5 կետին եւս 2 կետ ավելացրել Իրանը, որոնցից մեկը օրինակ արքայազնի Միացյալ Նահանգներից վտարումն է եւ անհետ բաներ, այսինքն մեկ տպավորությունն է նա, որ այսինքն երկու կողմերը որ ներկայացնում են, երկու կողմերը աշխատում են իրենց լսարանի համար։ Եվ հենց սա խապուսիկ է, բոլորիս համար է խապուսիկ, որովհետեւ երբ որ դու կարդում ես ամերիկյան պահանջները, ակնհայտ է որ Ամերիկան է հաղթում։ Երբ որ դու կարդում ես իրանական պահանջները, դա առնվազն հաղթի, որ նման պահանջներ ներկայացնել, ինչ որ բաների հարցը, չէ, ես ավելի հակված եմ, որ եւ բոլոր տվյալներից են տալիս, որ Իրանը չի հաղթում եւ չի կարող հաղթի, ոնց կարա հաղթի։ Այսինքն ինչի հիմա վրա, դա փողը ծերից խլեան փակում, այսինքն Իրանը ամենամեծ բանը որ կարող անի եւ անում, դա Հորմուզը փակելն է։ Այսինքն նեղոց փակումը նավթը քիչ է գնում, բայց էլի պարտադրել են Իրան, որտեղ ինքն էլ չուզում նա փչացնի իր հարաբերությունները Չինաստանի հետ, Հնդկաստանի մյուսից ստիպված բացում է, Ամերիկա դանից չի տուժում, հա տուժում են մի քանի արաբական երկրներ, Կատար, մատար բան ինչ որ օրը $1 միլիոն տուժում են, չէ, օրը 1 միլիարդ են տուժում, ինչ են անում։ Հա կտուժի թե չեն տուժ, այսինքն Ամերիկային ինչ դրանից, այսինքն մյուս կողմից էլ անգամ Կատարին ինչ։ Իրանը փողերը իրա բանկում է դրած, վերջը սիրում երստելու այդ բանը, բան անելու, սա նորություն չէ, Ռուսաստանի նկատմամբ են այդ անում։ Բայց դե ուրիշ է, ուզում եմ սա մասին քիչ գրվեց Պեզեշկյանի այն խոսքերը, որ եթե Իրանը չգնա խաղաղության, 2-3 ամիս հետո տնտեսություն չի ունենա։ Սա է հարցը։ Երբ որ ժամանակին Նապոլեոնին հարցրեցին ինչ է պետք պատերազմի համար, Նապոլեոնն ասեց 3 բան. առաջինը փող, երկրորդը փող, երրորդը փող։ Ցանկացած պատերազմ դա տնտեսական պատերազմ առաջին հերթին։ Մենք պարտվեցինք Ադրբեջանին, որովհետև առաջին հերթին պարտվեցինք տնտեսապես։ Նրա համախառն ներքին արտադրանքը 3-4 անգամ շատացավ, մինչև 10 անգամ շատացավ, քան մերը, ու մենք գնացինք բանակը ոչ թե ասիմետրիկ կառուցելու ճանապարհով կամ մեր անվտանգությունը, օրինակ ես որ առաջարկում եմ անում եմ, որ եկեք այդ մի տանկի փոխարեն աշխատենք թալիշների, լեզգինների հետ, որովհետև իրենք ասիմետրիկ հարված է ներսից, իրենք անկայունություն է, դա մերոնք չարեցին, իսկ իրենք մենք մոնոէթնիկ ազգ լինելով իրենք մեր բաժանեցին հայաստանցիների եւ ղարաբաղցիների։ Իսկ մեզ պարակտեցին, երբ որ իրենք պարատվող ազգ էին։ Այսինքն տնտեսական խնդիր, հիմա լուրջ խնդիրներ ունի, արդեն ունի տնտեսությունը։ Եվ մինչև պատերազմը Իրանի տնտեսությունը խնդիրներ ուներ։ Հիշեցնեմ ձեզ, որ այս հունվարյան դժգոհությունները սկսեցին այն պատճառով, որ 30-40% տարեկան ինֆլյացիան, այսինքն արժեզրկումը շատ է։ Շատացավ առաջ մարտ ամսին, հիմա մենք ըստ էության Նորուզի օրերն ենք եւ այլն, Հայաստանում լիքը Պարսկաստանից մարդ կար, չէ, Իրանից մարդ կար, այս տարի չեկան, եւ այս տարին միայն այն արկելքը չի որ դրված, այսինքն այդ խորուջը թույլ չեն տալիս, ընդ վճարում ես ելք է ստանում, բայց նաեւ այն է, որ իրենց համար ամեն ինչ 2 անգամ թանկացել է 2 տարվա ընթացքում, որտեվ ամեն տարի 30-ից 40% արժեզրկվել է եւ իրենք ֆաստորեն 80% ավելի շատ պիտի ռիալ փոխեն, այսօր արդեն միլիոններով, այսինքն $1 էսի անասելի գներ է դարը դոլարի համեմատ, այսինքն որ իրանք դրսում ծախսեն բանը։ Հա, եթե պետությունը ստանում է այդ միլիոնները, ասենք նավթը ծախելով եւ այլն, այդ հասկանալի է, բայց դրանից ժողովրդի մեծ մասին ոչինչ չի լինում։ Օրինակ Պեզեշկյանը հենց այդ օրերին որ ցույց էին ասացին ժողովուրդը կօգնի, պետությունը կօգնի ժողովրդին եւ այլն, այնտեղ որոշում կայացվեց յուրաքանչյուր անձի $7 չափով փող տալ։ Հիմա դե լավ, այդ 92 միլիոնը 7-ով բազմապատկերես, թող գնա հասնի, ասենք 800 միլիոն եւ այլն, չգիտեմ, կամ ինչ որ մի գումար, ասենք բանով գուցե առաջացած շատ է թվում, բայց $7-ն ինչ է, անգամ Իրանի պարագայում դա փող չի։ Հիմա խնդիրը հետեւյալն է. ժողովուրդը կամ պետք է նվիրված լինի պաշտպանի երկիրը գաղափարի հիման վրա, դու ընդունում ես այդ գաղափարը եւ պատրաստ ես անուն այդ գաղափարի զրկանքներ կրես, բան անես,
Շուտ եւ այդպես եղել է շղճաներ Հայաստանում էլ ա եղել 90-ականների սկզբին ցավոք սրտի մենք հետո կորցրեցինք փողը կերավ անգամ հերոսներին ՍՍՄ-ն էլ այդպես եղել 20-ականներին բա ինչ են աշխարհ բրիտանացի գիտնականներն ու չգիտեմ լորդեր ու բաներ ՍՍՄ օկտին լրտեսություն անում որտեվ գաղափարը ընդունում են այն ժամանակ հավատ կար որ կոմունիզմը ու սոցիալիզմը դա մարդկության լուսավոր ապագան է եւ այլն ասեն գաղափարը այլևս չկա իսլամական հեղափոխությունը չի ընդունվում երիտասարդությունը հատկապես չի ընդունում եւ ես նայում եմ այսօր էլի մի քանի հաղորդումներ երբ որ իրենք ասում են ես մուսուլման չեմ ես իրանցի եմ այսինքն իրենք իսլամական հեղափոխությանը հակադրում են ազգային այդ ձևել են կոչվում են national revolution ազգային հեղափոխություն այսինքն ինքնության հիմքում դնում են ազգի այդ անգամ կուզեր էթնոսի գաղափարը որպես ֆարս բանը այդ չկա մյուս գաղափարը նա որ այսինքն դու զորքը բան փողի համար ես բան մասը լավ փող է ստալի մարդկանց մարդիկ պրոֆեսիոնալ կռվում են զինվորայդ են երկրներն է որտեղ ամերիկան դրանցից մեկն է ամերիկան կանադան արևմտյան երկրների մեկը որտեղ չկա պարտադիր զինվորական ծառայություն որտեղ դա մարդու իրավունքների ոտնահարում են համարում իրեն որտեղ դու չես պարտադրում ինքը գա 2 տարի ինչ որ մեկի համար ձրի աշխատի եւ այլն չէ ասում են ես հա ուզում ես գնում ես քեզ գայթակղում են շատ փող են տալիս արտոնություններ են տալիս պատիվ հարգանք են տալիս գնաս դա էլ չկա հիմա Իրանում երբ որ մենք տեսնում ենք որ եթե լիներ 12 տարեկանից զորակոց չէի հայտարարել։ Չեցրել են 12 տարեկան։ Ուրեմն նշանակում է իրենք խնդիր ունեն, այսինքն երկիր, որի բնակչության կեսից ավելը մինչև 35 տարեկան է, ասենք իրենք 20, 22, 25 տարեկաններ չունեն այդքան, որ զորակոչ են, անգամ զորակոչ չի, դա այսպես դիտակետերում, բաներում մնան, հա, ինչ որ դա կոչվում է օժանդակ զինվորական ծառայություններ, բան, դա էլ չունեն, այդ 10 իմնուջալուց ասեմ Իրաքի դեմ պատերազմի ժամանակ իրենք շատ են օգտագործել անչափահասներին, հատկապես ականապատ դաշտերը ականազերծելու, ես ինքս 92 թվականին երբ որ առաջի անգամ Թեհրան գնացի, դեսպանատունը պիտի բացեինք, ես երբ որ այդ առաջի պլաստիկի բանալները տեսա, չհասկացա ինչա։ Հետո պարզվեց, որ դա դրախտի բանալիներն էր, որը տալիս էին 12-13 տարեկան երեխաներին, որոնք կախում էին իրենց վզից եւ գնում էին ականապատ դաշտերը։ Եթե մահանան, ուրեմն հա, գնում դրախտ էին գնում, որովհետեւ զինվորը ավելի թանկ էր իրանց համար, տանկը ավելի թանկ էր իրանց համար, քան մարդը։ Դա իրականությունը, դա միայն Իրանին բնորոշ չի, դա բոլոր բռնատիրական հասարակությունների մեջ այդ ծավա մարդկային կյանքը բանը պրոբլեմ։ Եվ այստեղ հենց էլի էս հարցն է գալիս, որ շատ հաճախ արևմուտքի թուլությունը դիտարկվում է նրա համար, որ մահի ընկալումը, անձի անհատի մահվան ընկալումը դիտարկվում է համարյա ողբերգություն պետական մակարդակի։ Այսինքն եթե 8 դագաղ բերում են կամ 10 դագաղ բերում են ծոցից Ամերիկա, դա իսկապես բան է, մեծ ողբերգություն։ Ես լավ հիշում եմ տարիներ առաջ, երբ որ կանադացիները Կանդահարում Աֆղանստանում բանակ ունեն եւ 4 զինվոր ականին վրա պայթել եւ մահացել էր, 4 զինվորի մահը բանակում դա հանգեցրեց կառավարության ճգնաժամը եւ համարյա կառավարություն տապալվում էր, որովհետեւ երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր կանադական բանակը նման քանակությամբ զոհեր չէր ունեցել։ 4 հոգի երբեք միաժամանակ չեն զոհվել։ Կարար տարին մի հոգի, 2 հոգի ինչ որ վթարից մանից զոհվեն եւ այլն։ 4 հոգի միանգամից ականի վրա պայթել, դա արդեն սկանդալ էր, այսինքն ասած նայա որ հիմա մենք տեսնում ենք, որ մի կողմից տնտեսապես հզոր եւ քիչ տուժող, ոչ թե քիչ տուժող, եթե անգամ ընդունենք, որ Ջերարդ Ֆորդ ավիակիրին ասում են հարվածել են բաները, իրանցիները, ընդունենք հարվածել են եւ այլն, ընդունենք $100 միլիոն վնասը, բայց $100 միլիոն վնասը ամերիկյան 32 տրիլիոն դոլար համախառն ներքին բաննեցողը ցուցանիշ ունեցող երկրի համար դա ոչինչ է, որի ռազմական բյուջեն $1 տրիլիոն է համարյա միայն դրա մեջ լիքը բան եւ Իրանի համար, այսինքն այդ կիրառված օգտագործված հրթիռներ բան տարբեր է, ասենք ծանր է նստում։ Դրա համար
Իմ կարծիքի ես ասել եմ հիմա էլ եմ մնում հետեւյալը, որ Իրանի համար լավագույն տարբերակն է հնարավորինս արագ լեզու գտնել Ամերիկայի հետ եւ անցնել անցումային շրջանի, անցումային շրջանով ձևավորել ինչ որ միջանկյալ, հիմա շատ ասենք հիբրիդային մի ինչ որ կառավարություն, որը արդեն ժողովուրդը շատ կարևոր է, ժողովուրդը ինքը կընտրի, ինքը ինչ է ուզում, իսլամական հանրապետություն է ուզում, աշխարհիկ հանրապետություն է ուզում, աշխարհիկ միապետություն անում, թող ժողովուրդը ընտրի, իրենք էլ դա արդեն դու կընտրես, դու կպաշտպանես։ Եթե դու չես ընտրում քո իշխանություններին, ինչքան էլ իշխանությունը ուզում ասի, դե ինձ քվե են տվել 600,000, դու գիտես որ այդ 600,000-ը ոնց են տվել կամ ինչի համար են տվել, դրա համար էլ ասում որ տվել է, թողնել գնա պաշտպանի, բայց խնդիրները որ 600,000 չի տվել։ Էս ասա, դու ալ պաշտպանող չկա։ Ափսոս մեր ժամանակը սպառվեց, մենք չհասցրինք անդրադառնալ Ռուսաստան-Ուկրաինա, թեպետ կարելի ասել օրակարգից մղվել է երկրորդ պլան այս հարցը, բայց հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ դուք լսում եք Դիվանագետ Արա Պապյանի Modus Vivendi հաղորդումը, մնացեք մեզ հետ իմանալու թե տարածաշրջանում եւ առհասարակ աշխարհում ինչ է կատարվում։ Շնորհակալություն, պարոն Պապյան։